Մայրաթորի դիվանատանը կարգապահական հանձնախումբը այսօր պիտի քններ Տեր Տարոն Քահանա Հունանյանի հարցը։ Քահանան պիտի բացատրություն տա ինչու է ծառայության վայրը ինքնակամ լքել, մասնակցել Ստեփան Ասատրյանի կարգալույց քահանայի Մայրաթորի բառով բեմականացված արարողությանը եւ ընդհանրապես ինչու է հակաեկեղեցական հայտարարություններ անում։ Նիստին ուշացումով հասած քահանան ի սկզբանե մտադիր չէր այս հարցերին պատասխանել։ Ես կգնամ, կմտնեմ ներս, կտեսնեմ ովքեր են եկել ինձ քննելու եւ իմ որոշումը կկայացնեմ։ Տեսնելու բան չկա, Մայրաթորի կարգապահական հանձնախմբի կազմը անփոփոխ է ու տեղադրված պաշտոնական կայքում։ Ատենապետն էլ հետը 5 հոգանոց խումբ է։ Նրանց թվում Արշակ եւ Նաթան Սրբազաններն են։ Քահանան ակնարկում է մամուլում շոկի ենթարկող տեղեկություններ կան։ Նրանց ինչ հաշիվ տա։ Այդ մարդկանց հետ թե իմ անձնական, թե իմ ծառայական, թե քրիստոնեական, թե բարոյական որևէ հարցեր քննարկելու։ Քննարկելու բան չունեմ։ Դիվանատուն մտավ ու կարճ ժամանակ անց դուրս եկավ Տեր Տարոն Քահանան, իրենն ասել է։ Օրինակ, սկզբում պահանջել են առանց հեռախոսի մասնակցել քննարկմանը բոլորի պես, մերժել է։ Ինչու է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ հեռախոսը թողնել։ Վարչապետի մոտ գնալիս, երբ որ պահանջվի թողնել, չեք թողնելու։ Սիրելիներ, ես ամեն պահի կայացնում եմ համապատասխան որոշում։ Հեռախոսով մտել, հեռախոսով դուրս է եկել, հասցրել է ասել, ինչ մտածում է։ Ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը։ Իսկ հայ առաքելական եկեղեցու հարյուրավոր հոգևորականների մեջ կա մեկը, որ կարող է քննել Տեր Տարոն Քահանայի վարքը, այս հարցի պատասխանը չուներ։ Ամեն դեպքում ասում է, այս կազմը իր կարգալուծության եւ ընդհանրապես վարքը քննարկելու իրավունք չունի։ Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալ։ Արդյոք քահանայի կարգալուծության հարցը վրա է հասել եկեղեցական բարքերը հրապարակային քննադատելուց ու Ստեփան Ասատրյանի հետ խորան բարձրանալուց հետո։ Տեր Տարոնի վարքը քննարկելու առաջարկ Մայրաթորը ուղարկել այս քննադատություններից շատ առաջ, շուրջ 1 ամիս առաջ Ազատության հետ զրույցում պատմել էր Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Սամվելը։ Տավուշի թեմում 2022 թվականից ծառայության պիտի լինի եւ ծառայության չի։ Կարճ ժամանակով սկզբում հնարավորություն տվեցինք, որ գնար, գար, հանդիպեր, խոսեր, հետո անհայտացավ ու անհայտացավ։ Ըստ Սամվել Վարդապետ Մխիթարյանի այս քահանան վեհափառի որոշման Փաղարծինի վանքում պիտի լիներ, հետո Իջևանի եկեղեցում, բայց ուխտադրուժ կերպով լքել է ծառայության վայրը։ Նրա հարցը շատ ավելի շուտ պիտի քններ կարգապահականը։ Տեր Տարոնը պնդում է, Հայր Սամվելը ճիշտ չի ասում, ինքը Հաղարծինի վանքում եղել է, թե երբվանից չի եղել, երկար մտածեց։ Ես Սրբազան հորից թույլտվությունը իմ արձակուրդի ստացել եմ 2001 տարի առաջ, փետրվար ամսի 5-ին։ Ըստ քահանայի ինքը ոչ թե ծառայության վայրը լքել է, այլ անժամկետ արձակուրդում է եւ արձակուրդի թույլտվություն ստացել է բանավոր Բագրատ Սրբազանից։ Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Ի դեպ դեռ արձակուրդում է ու մինչեւ վերջերս Ռուսաստանի Դաշնությունում էր, բայց ասում է հոգևոր կյանքով ապրում է առանց ընդհատումների։ Իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ ես Աստծուն արձակուրդ եմ հայտարարել։ Մենք ուխտ ունենք, պարտավոր ենք մեր ծառայության վայրերը չլքել, անգամ եթե պատերազմական իրավիճակ է, Տավուշի թեմի առաջնորդական տեղապահներ հիշեցրել։ Այսօր չհաջողվեց ճշտել արդյոք կարգապահական հանձնախումբը դեռ վերադառնալու է Տեր Տարոնի կարգալուծության հարցին։ Մայրաթորը առաջիկայում քննելու է նաև Թալինի հոգևոր հովվի Տեր Թադեի հարցը։ Նա այս կիրակի պատրաստվում է պատարագի Հայաստանի վարչապետի ներկայությամբ։ Տեր Արամ, Տեր Թադե ու Տեր Տարոն։ Վարչապետի կաթողիկոսական գահն ազատագրելու պայքարում այս 3 քահանաներն են հոգևոր վերնախավին ուղված հրապարակային քննադատությամբ հանդես եկել։ Տեր Տարոնը սակայն դեռ ուղիղ չի ասում, վեհափառը պիտի հեռանա։ Կարևոր հարց եք տալիս, որին թերևս ես ավելի ուշ կանադառնամ։ Իդեպ Ստեփան Ասատրյանի նախկին Տեր Արամի կարգալուծության որոշմանը հանձնաժողովի անդամներից մեկը Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դեմ էր քվեարկել։ Նկատեցինք, որ այսօրվա նիստին նա չէր մասնակցում։